Դա քեզ չի օգնելով, Վարդան։ Չի օգնելով, որ ներսից ցասումը դուրս անես։ Ես ու իմ մարտական ընկերները չեն գնացեք կռվի դաշտ, որ այսօր ամեղ տղեկ իրենց հայրամբ ստիպված լինեն արդարադատություն վերականգնել ու սպանվել։ Մենք մարտի դաշտում չենք, Վարդան, ու մեր թշնամին դեմք չունի, համազգեստի վրա տարբերանշան չունի, որ ոչնչացնենք։ Մեր թշնամին մեր նման մարդ է, ուղղակի առանց խղճի, առանց սահմանների, ու պատրաստ է թալանի, ոչնչացնի, սպանի իր ընտանիքի անդամներին, իր անկերներին, որպեսզի ավելի բարձր դիրքում լինի, որ ավելի շատ լափի ու խշռի։ Ինքը խաղի կանոններ է ստեղծում, ու բոլորի ստիպում է խաղան այդ խաղի կանոններով, իսկ ով չի խաղում, ոչնչացնում է։ Ու գիտես ամենավատը որն է, որ մենք էլ ենք այդ խաղը խաղում, ու արդեն շատ ուշաձևացնելու համար, թե իբր թե ուղղակի կողքից հետևողներ ենք։ Ես հետևող չեմ ու երբեք էլ չեմ եղել։ Ու չեմ էլ պատրաստվում նայել, թե ոնց են տղեկը մեկը մյուսի հետևից սպանվում։ Ու եթե քո արդարադատությունն ու օրենքը դրա համար ինձ պետքա ձերբակալի ու տանի բանտ, ես պատրաստ եմ։ Այդ հարցի լուծում չի, Վարդան, արդեն չափից շատ արյուն է թափվել, ու էլ պետք չի ավելորդ զոհեր, որ տղերքի կյանքը կարողանանք փրկել։ Գոնե որ այն մասին է, ովքեր դեռ ողջ են մնացել։ Ես լուծում ունեմ։ Հա, ու վստահ եմ, այդ ամենաճիշտ լուծումն է։ Ուղղակի ինձ քո օգնությունն է պետք։